Pasăm la ea pe după. Ուրեմն պիկապով։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ ջան։ Մուտք Թաղամասի սիրելի բնակիչներ ջան։ Խնդրում եմ, եթե ժամանակ ունեք, այսօր ուզում ենք սենց մի հատ ձևաչափ առաջարկենք։ Գիտեմ, որ Թաղամասում կան շատ խնդիրներ, որի մասին մարդիկ կուզենան բարձրաձայնել։ Խնդրեի, ով հարց ունի, յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր ձևով։ Խնդրում եմ տվեք, մենք էլ փորձենք պատասխանը ձեզ ներկայացնենք։ Ինչպես ենք տեսնում, ամեն հարցի լուծումը։ Շնորհակալ եմ։ Ով կուզենա առաջինը սկսել։ Ամենադժվարը առաջինն է։
Բարով եք եկե պարոն Կարապետյան, Մուշ թաղամարսի ժողովրդի անունից աղբանոցի հարցը կուզեմ բարձրացնեն, շատ մոդիկ եկվեն, յոդը ժողովրդի հուզոր ամենաառաջին հարցը։ Թաղամարսը դրանորոգման կարիք ունի, Ռասանի հետո չի այդ ջերմորնալները, անաշ օրիները, անաշ Ողոքի գնահատի մատվածը հայվանների կերուց շանելի հատու երից Աշխարհում բոլոր մեծ քաղաքներում կա աղբա վերամշակման գործարաններ, որ տարածաշրջանից հավաքում են աղբա, ու աղբը չի մնում դրսում։ Այդ աղբա վերամշակման գործարանը նաև հետաքրքիր էներգիայի աղբյուր է, տարբերալ հումքի աղբյուր է։ Ստեղի է կապված, մեր առաջարկը լինելու համայնքերը ներդրում էին ծրագիր անել, որպեսզի հնարավորություն ունենան այդ աղբը վերամշակեն։ Վերամշակած աղբը այդ ինչ ճարտերներ օգտագործված բան է։ Հիմնականում էլեկտրաէներգիայի համար վառում էին բաներին տարբեր ձևաչափով։ Խնդիրը ես հասկացա բնակելի տարածքից շատ մոտիկա, խնդիրը հասկացա նկատի կունենա, որ ներդրում էին առաջարկանը։ Ինչ վերաբերվում է տարածքի բարեկարգմանը, Գյումրի քաղաքի բյուջեն, Հայաստանի երկրորդ քաղաքի բյուջեն, շատ փոքր է իր մասշտաբների համեմատ։ Երևանից որպեսզի դուք հասկանաք, բնակչությունը 10 անգամ է փոքր, իսկ բյուջեն 20-ին։ Այսինքն մեկ տեսնեք 10-ը չէ, հնարավոր է 8-9 անգամ է Երևանից փոքր Գյումրի, բայց բյուջեն 25 անգամ ավելի քիչ ֆինանսավորում է հատկացում այս քաղաքում։ Դրա համար քաղաքում տեսնում եք ենթակառուցվածքների խնդիր, դրա համար տեսնում եք համեմատաբար նոր թաղամասում, չնայած շատ բարեկարգ վիճակներ են տեսնում, ուրախ են որպես տեսարաններ ունեցանք, բայց առաջին ստադիա կատարած աշխատանքները վերանորոգման կարիք կան։ Նաև ինչքան ես հասկացա, մեզ հարց տվեցին ասֆալտների հետ կապված, ասֆալտի բարեկարգման։ Դրանց հարցը լուծելու է այսպես. Գյումրի քաղաքը իր բնակչության համեմատ ստանալու է բյուջեից հատկացում, որովհետև շատ անհամեմատ փոքր է Երևանի համեմատ բնակչությունների համեմատությամբ Գյումրի քաղաքի բյուջեն։ Ֆինանսավորումը ստացվելու է և պահանջվելու է քաղաքին, որպեսզի արագ լուծի տեղային բարեկարգման հարցերը։ Շնորհակալ եմ։ Այս հարցին ես անձամբ պատասխանեմ, ձեր առջև կանգնած, աշխարհի ամենաունևոր հայը, չի եկել Հայաստան, 8 ամիս նստել հացը պատվալում, որ հաղթանակի վերջում էլ հաղթանակը ուրիշին տա։ Մեզ նոր ղեկավարապետ, որ չի իշխել Հայաստանում, նոր տնտեսական ղեկավարապետ։ Այդ ղեկավարը մեր ժողովրդի մեծ մասի կարծիքով մեծ մարդ պետք է լինի, որ բոլի կարիք չունի։ Այս պահին մեր Հայաստանում Սամվել Կարապետյանը հանդիսնի մեկ, ոչ Քոչարանին, ոչ ուրիշ մեկի, մեր ձայները հաղթանակը մերնա բոլորի լսա, մենք պետք է փոխել այս երկիրը։
Ինտիվը առաջի անգամ իսկույս մարդիկ էլի ունեն թավանասում այսպես խնդիր։ Քաղաքում կա, խնդիրը առաջի անգամ լսեցի, ի նկատի կունենա, աշխատել, խնդիրը ոչ ֆինանսական է, այլ իրավական ու կարելի ասել տեխնիկական։ Կարծում եմ, որ խնդիրը լուծել է մի հատ հարց։ Մյուս բնակիչները, ով որ բանը գրանցված է, բոլորը թույլտվություն կտան գրանցելու, ոնց է կարծում Kultivation, բոլորը կտան։ Շատ լավ։ Հասկացա։ Ես իրավական լուծա, առաջարկան եմ այսպես ասվածը, դրա համար դեր չենք մշակել պատասխան, ուսումնասիրենք մուսիկարան իրավաբանը, եկեցել կատարան աշխատանքով վերումով, ստեգրանցերով, զբաղանյան իրավական ամբողջ պրոցեսի Աշխատատեղերի հարցը իմ համար առաջնային հարցը, ես տեսնում որ նրանցել հարցնեն նամարով։ Ժողովուրդը հիշում Գյումրին իր տնազրականների մինչև է հայտնի Հայաստանում։ Տեսեք, Հայաստանը միակ երկիր է, որտեղ այն գործարանները, կարի ֆաբրիկաներ, անկա շատ չեն։ Ինչու շատ չեն Հայաստանում կարի ֆաբրիկաներ, որովհետև երկիրը կտոր չի արտադրում, որ բային երկիրը կտոր արտադրեց, կարի ֆաբրիկաները կտոր բուրգիտուր արտադրել, կարի ֆաբրիկաները երկրում շատ շատանալու են, դա երկու արտանություն, առաջինը տեքստիլի գծով, կտորի գործարանը ստեղ է լինելու, երկրորդը տեքստիլի գծով, կարի ֆաբրիկաները ստեղ են լինելու, որպես մեծ բնակչության, որպես ժառանգություն ունեցող տեքստիլի գծով, Արվան 250 միլիոն դոլարի Հայաստանը տեքստիլ արևմուտքում, հետ մասը Թուրքիայից, պատճառը այն է, որ երկիրը չունի կտորի արտադրանքը, որը ուներ Գյումրին 40 տարի առաջ։ Ինչպես նշեցին, ունիկալ երկիր է, Հայաստանում բուրդը չի վաճառվում։ Սաղ աշխարհում բուրդը թանկ բան է։ Հայաստանում, քանի որ չկա թելի գործարան, բուրդը չի վաճառվում։ Հայաստանում հողերի համարյա կեսը չի մշակվում, այն հողերը, որը բարելահողեր են։
չի մշակում այդ իսկ պատճառով շատ տարածաշրջանը, որը նաև համակին դեպոս է ոչ մեծ մասշտաբների պոտենցիալում էլի չի մշակում։ Բայց ամենակարևորը բուրդ է։ Ինչ ենք մենք տեսնում։ Ամբողջ ցիկլը տեքստիլի Հայաստանում կարա կենտրոնանա այս քաղաքի վրա, քանի որ դրա համար պետք է մեծ բնակչություն, դրա համար պետք է որ ժամանակի մարդիկ փորձ ունեցած լինեն դրա մեջ, ու դրա համար պետք է երկիրը պահանջարկ ունենա դրան։ Հայաստանը 220 միլիոն դոլարի արդեն մենակ իր համար պահանջարկ ունի։ Այդ է կանոն, երկրորդ բանը Գյումրիի համար, որը որ շատ կարևոր է։ Տեսեք, մի անգամ նշել ենք, բայց մի անգամ էլ ենք ուզում նշենք, եթե հետաքրքիր եք ներկայացնենք։ Ուրեմն Հայաստանը ռազմաարդյունաբերության առումով պետք է ունենա մի կենտրոն, որը հեռու կլինի Ադրբեջանի սահմանից։ Այդ քաղաքը պետք է ունենա առապորտ։ Այդ քաղաքը պետք է ունենա երկաթ գիծ։ Որ քաղաքն է դա։ Ու մեծ բնակչություն, որ կարողանան աշխատել։ Առապորտը կա, երկաթը կա, բնակչությունը կա, կոչվում է արհեստավորների քաղաք։ Այսինքն մարդիկ իբրե սովոր են դրան։ Երկու ուղղությունով կզարգացնենք, իսկ քաղաքի կենտրոնը ներգնա տուրիզմ։ Շնորհակալ եմ։ Երկու դուվարային կառավարություն, երկու շենքի, 5 հարկանի, 100 ընտանիքի համար, սոցիալական տնտեսական հույսեն փոխվեց դուրս։ Ամսուի 7-ին մե մարտուկես, դիներ 10 ընդրատարած, ընդրես համար 3-ի նոր չենքերը կառուցվել, 2 ամիս առաջ ուղարկել են կառավարություն մինչև չեն հաստատել, Մարզպետին առանձին, ավականում քպեի առանձին սել եմ հանգած չհաստատեցիք այդ ծրագրերը, շատ վատ կերնի ձեզ համար, կոնե նախընտրական փուլ է, շոու երեք, դուկտոր մոդիկ եք, մինչև չեն հաստատել, ընդրեք որ դիմենք, խնդրենք, հաստատենք, այդ սոցիալական բնակարանները կառուցենք ու ձեզին հասնենք, ձեզի պես ընտանիքներին, ձերերին, բազմազավակ ընտանիքներին, այս է, խնդրի լուծումը մեկն է, շո, ձեր սավը տանենք։ Սոցիալական բնակարանաշինության գծով Մարտապետարանը այսօր դիմել է կառավարությանը, կառավարությունը չի հաստատում իր մասնաբաժինը, որ շինարարություն արի։ Մենք ֆինանսավորումը կառավարությունից իջնելու է, որպեսզի բնակարանների արտադրություն ուրիշ միջոցներով 2000 տնօրենների ապրողների առաջնահերթ, հետո արդեն այն մարդիկ, ովքեր խնդրահարույց են, այս հիմնականում որպեսզի հասկանաք, ով դոմիկներում ապրում այսօր, մենք այդ հարցը մի քանի տարվա մեջ հաստատ պետք է լուծենք, որովհետև ամոթ է։ Դրանից հետո, որպեսզի ազնիվ լինենք իրար հետ, առաջինը դոմիկներում ապրողների հարցն է, երկրորդը մենք գնում ենք սոցիալական բնակարանաշինություն, արդեն այն մարդկանց, ովքեր չունեն բնակարան Գյումրիում։
խնդիրը հասկացա նույնը ինչ ամբողջ Հայաստանի ու Արցախի այդ խնդիրը մենք փորձելու ենք ցես լուծել բոլոր ով զինվորական ծառայություն անցել է ու դրա ընթացքում ստացել է որևէ կամ որ իր հայրենիքը պաշտպանելու համար է դա ստացել պետության կողմից իր աջակցությունը չի կարող կտրվել այդ ծրագիրը վերականգնելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ Արցախում ծառայած բոլոր մեր հայրենակիցների համար ապրեք չէ։
որովհետեւ դուք մեր դժվարությունները անդրադառնում ժամանակ եք քննարկելու համար երոք Հարգելի ժողովուրդ, Շուտ ենքան լավ է։ Այս արվավ է։ Ալուսամը։ Արցախ բեջը։ Aç günah, tek şundan. Das chill, ne? Zaten mesaj verecek kamera. Ne что это? Artık Ramın aracını.
Դրոշները իջացրեք, ներքև, նայեք ինձ ու ժպտացեք, ժպտում ենք, երեխեի հատել բան կանես, հատել ենք ժպտում, ապրեք, շացին, Makinyanı sertike peki. Çay çay.